Շնորհակալություն։ Ես ուրախ եմ տեսնել, որ ընդդիմությունը արձագանքեց բուն թեմայի շուրջ խոսելու իմ կոչին, իսկ բուն թեման հիշեցնեմ մեր արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցը հետևյալն էր, թե Ռուսաստանից ինչ աստիճանի անկախ արտաքին քաղաքականություն կարող է վարել Հայաստանը, այս հարցի շուրջ մի քանի ելույթներ ունեցան, դա շատ լավ է, սա քննարկման թեմա է, ամենևին ոչ տաբու, եւ ես այսօր ցանկանում եմ խոսել մեր քաղաքական օրակարգի երկրորդ կարևոր հարցի մասին, բայց մինչև երկրորդ հարցին անդրադառնալը առաջին հարցի շուրջ մի քանի արձագանք անեմ բանախոսներին, բան Սևակ Խաչատրյան, այո, եթե մեկը ջավախքից է, իսկապես ջավախքից է, այո, իհարկե, կարող ասի ջավախքի իմ հայրենիքն է, իհարկե, Վրաստանի դեսպանին էլ հանդիպման ժամանակ, էլի շատ զգալով պահ է, էլի ոչ թե բարև ձեզ ջավախքի իմ հայրենիքն է, մի բաժակ գինու շուրջ, մի երկու բառ խոսալուց հետո մեկը կասի ես Քութայիսից եմ, մեկը կասի ես Բաթումից եմ, ինքն էլ կասի ես ջավախքից եմ, իմ հայրենիքն է, կասի քո ցավն էլ տանեմ վեր, խնդիր չկա։ Ոնց որ ես իմ օրինակը բերեցի, ասենք հիմա Իրանի դեսպանի հետ օրինակ հանդիպում լինի, ես էլ կարող եմ ասել էլի որոշակի բանից հետո, էլի իրավիճակի սկանից հետո, չեմ ասում, հենց առաջի բառը հետ։ Իհարկե, բայց ես, ոչ պարոն Կարապետյանը, ոչ Տաշիրից պարոն Կարապետյանը։ Ես կարող եմ Իրանի դեսպանին ասել, բա գիտեք, Խոյը իմ հայրենիքն է, գիտեք, իմ պապերը Խոյից են։ Եթե մեկը Թեհրանից է, գիտեք, մեծ հայկական համայնք ունենք մենք Թեհրանում։ Կարող ասի Թեհրանը իմ հայրենիքն է, կասի ցավդ էլ տանեմ, բա մենք մեր պատմական կապերը, մեր մշակույթը, բայց եթե պարոն Կարապետյանը գնա Իրանի դեսպանին ասի Խոյը իմ հայրենիքն է, դա պրոբլեմ կլինի։ Այդ պրոբլեմ կտա, այդ դեսպանը դեպեշը կգրի իր կառավարությանը, այնտեղից ամենայն հավանականությամբ պարզաբանման պահանջ կգա, թե ինչի է պարոն Կարապետյան, ազգային ժողովի պատգամավոր, Տաշիրցի Նարեկ Կարապետյանը ասում, որ Խոյը Իրանում գտնվող Խոյը իր հայրենիքն է, ինչ կապ ունի ինքը ընդհանրապես Խոյի հետ, այսինքն դա կմեկնաբանվի, որ դա ոչ թե ինքը նկատի ունի, որ իր փոքր հայրենիքն է, այսինքն իր պապերի կամ իր ծննդավայր կամ ծնողների ծննդավայր, այլ ընդհանուր մեր բոլորի հայրենիքն է եւ դա էլ մեկնաբանության տեղ կտա։ Փորձելու համար, որ դուք տենց չեք անի, ես ասում եմ, չելենջ եմ անում, կարող եք հիմա ընդգրկվել բարեկամական խմբում, ես դժվար լինեմ այդ խմբում, բայց մեր գործընկերները կլինեն, ասեք, Իրանի դեսպանին նման բան ասեք։ Եթե տեսնենք, էլի, դա ոնց կստացվի։ Ես համոզված եմ, որ դուք Իրանի դեսպանին, այսինքն ոչ խոյեցի մեկ, Իրանի դեսպանին չի ասի, Խոյը իմ հայրենիքն է, ոչ ջավախեցի մեկը, Վրաստանի դեսպանին չի ասի, ջավախքը իմ հայրենիքն է, շատ նուրբ, շատ զգուշ կլինեք դուք բոլորդ եւ մենք էլ իդեպ, բայց Թուրքիայի հետ հարաբերություններում դուք զգուշ չեք, չէ, մի անգամից գնաց Մուշ, Արդահան, Կարս, Ադանա, չգիտեմ, ինչքան բանը խոսքը կտրում է, այնքան կարա գնա, իսկ որն է սրա պատճառը հետեւյալն է, որ Ռուսաստանի տեսանկյունից Հարավային Կովկասում Հայաստանի Հանրապետության համար սահմանված դերի մեջ չի մտնում Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալը Ռուսաստանի տեսանկյունից իր պատկերացրած Հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպետք է ունենանք Իրանի ու Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ դրա համար դուք մենք էլ չենք ասի, բայց մենք այլ պատճառով չենք ասի, իսկ դուք այլ պատճառով չեք ասի, որովհետև դա այդ ճարտարապետության մասը չի, իսկ Թուրքիայի հետ խնդրեմ, ինչ ուզում ես ասա, հետո իրանք կգան կբարիշացնեն կամ չեն բարիշացնի, կզանգեն, մենք կարող ենք լինել միջնորդ, մենք բերենք քարտեզներ, մենք բերենք ՏՏՏ, մասնագիտականներ, են։ Սա ինչ վերաբերում է առաջին երաշխավոր, Իրանի հետ հարաբերություններում երաշխավորի կարիք չկա, որտեղ իրանք այլ հարաբերություններ ունեն, Թուրքիայի հետ այլ հարաբերություններ ունեն։ Խնդրում եմ այս մասին մտածենք ու շարունակենք քննարկումը։ Բայց երկրորդ օրակարգային հարցը մեր ներքաղաքական, ընդհանրապես մեր պետականաշինության ճանապարհին, դա հետևյալն է։ Իշխանությունը Հայաստանում պետք է կառուցվի ներքևից վերև, թե վերևից ներքև։ Սա ֆունդամենտալ հարց է, հատկապես կապիտալի մասին խոսակցություններում, հատկապես այսպես կոչված կապիտալի վերաբաշխման խոսակցություններում, սա միշտ է ուղեկցել մարդկությանը, կան պետություններ, որտեղ ընդ որում շատ հաջողակ պետություններ, շատ հարուստ պետություններ, որտեղ իշխանությունը կառուցվում է վերևից ներքև, դա հիմնականում լինում է ռեսուրսներով հարուստ պետություններում, եւ ժողովրդավարություններում որպես կանոն իշխանությունը կառուցվում է ներքևից վերև եւ
Եթե մենք նայենք մեր այսօրվա ընդդիմությանը եւ ընդդիմության ներսում կուսակցությունների, ֆրակցիաների եւ այն գաղափարախոսության մեջ, որ այդ ընդդիմությունը առաջարկում է մեր պետությանը, իշխանությունը կառուցվում է վերևից ներքև։ Ո՞նց է կառուցվում։ Գալիս է մի մարդ, բերում է մի կոմբայն եւ այն կոնվերտացնում է իշխանության։ Ասում է վերցրեք ձեզ կոմբայն, ինձ տվեք իշխանություն։ Այսինքն կոմբայնը դառնում է իշխանություն։ Ճանապարհին կհասնենք, բայց այդ ճանապարհի համար վճարում են բոլորը։ Այն ճանապարհը, որը մենք կառուցում ենք, մենք հո մեր փողերով չենք կառուցում։ Դրան հիմա կհասնեմ։ Բոլորով աշխատում ենք, գումարը հավաքում ենք միտեղ եւ հավասարաչափ բաշխում ենք, փորձում ենք հավասարաչափ բաշխել։ Պարոն Խաչատրյանը շատ է սիրում Ջինի ինդեքսը, անդադ ամեն բյուջեի քննարկման հարցնում է՝ ուր է Ջինի ինդեքսը, գիտեք ինչքան է Ջինի ինդեքսը եղել անցած ու նախանցած տարի Հայաստանում։ Ջինի ինդեքսը, ասեմ, ազգային հարստության բաշխման կոեֆիցիենտն է, որը չափվում է 0-ից մինչև 100 կամ տարբերակ 0-ից մինչև 1, բայց ես 100-ով չափեմ, որ ավելի հեշտ լինի։ 0-ն բացարձակ հավասարությունն է, այսինքն որ այդ պետությունը բոլորը ունեն նույն չափի փող ու կապիտալ, դա պրակտիկորեն հնարավոր չի, ոչ մի պետությունում Ջինի կոեֆիցիենտը 0 չի։ 100-ը դա բացարձակ անհավասարությունն է, որտեղ ամբողջ ռեսուրսը մի մարդու ձեռքում է, այդպիսի կոեֆիցիենտ էլ չի լինում։ Ասենք սկանդինավյան երկրներում եւ Հայաստանում այդ կոեֆիցիենտը մոտավորապես 25, 26, 27-ի շրջանակներում է, ավելի կենտրոնացված իշխանության վերևից ներքև կառուցված իշխանության պետություններում, ասենք կարող լինի 55, 60, 70 այդ շրջանակներում։ Հիմա օրինակ ձեր ֆրակցիայում եթե նայենք Ջինի կոեֆիցիենտը ինչքան է։ Ձեր ֆրակցիան 29 հոգու մեջ, եթե ձեր բոլոր 29 հոգու կապիտալը եւ շահույթը եկամուտը գումարենք իրար բաժանենք 29-ի, ինչ կլինի Ջինի կոեֆիցիենտը, հաստատ չի լինի 26, 27, ինչպես Հայաստանում է, որովհետեւ պարոն Կարապետյանի ունեցվածքը եւ կապիտալը անգամներով, չգիտեմ, հազարավոր անգամներով կգերազանցի ֆրակցիայի մյուս անդամների կապիտալին։ Եվ այն, որ սա պրոբլեմ է քաղաքական ուժի համար, եւ այն, որ սա պրոբլեմ է ժողովրդավարության համար։ Ինչքան ավելի, ասում եմ, Ջինի կոեֆիցիենտը մոտ է 100-ին, այնքան ավելի անհավասար է բաշխված կապիտալը եւ այնքան ավելի վտանգված է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը հենվում է անհրաժեշտ թվով չասեմ հարուստ, բայց եկեք ես բառ օգտագործեմ, անհրաժեշտ թվով կայացած ունևոր, եկեք այսպես անհրաժեշտ թվով, ոչ թե 1, ոչ թե 2, անհրաժեշտ թվով ունևոր կայացած անհրաժեշտ չափի եկամուտ ունեցող մարդկանց համախմբի ամբողջության վրա։ Դրա վրա է հենված ժողովրդավարությունը։ Եվ հակառակը, այնտեղ որտեղ Ջինի ինդեքսը խախտված է, հարուստները փորձում են ուղղակի գնել իշխանությունը, իդեպ այդ կոեֆիցիենտը Հայաստան խմբակցությունում էլ էլի նույն ձևի կլինի, չի կարող լինի էլի հավասար 25, 26, պարզ բան է, որ խմբակցության մյուս 11 անդամները չեն կարող հասնել բոլորով միասին, ասենք պարոն Քոչյանի ունեցածի նույնիսկ չգիտեմ, քանի տոկոսին։ Ինչպես։ Ասեմ, Թրամփի մասին հարց է հնչում, ասեմ, պարոն Ղազինյան, Թրամփը, այո, մեր աչքով շատ հարուստ մարդ է, Հայաստանում իր նման հարուստ մարդ չկա, բայց Թրամփը Ամերիկայի ամենահարուստ մարդը չի, եւ նույնիսկ հարուստների տասնյակում չի, եւ նույնիսկ հարուստների 100-ակում չի, եւ նույնիսկ հարուստների 300-ակում չի։ Այստեղից այդ ասեմ ավելին, մեր լավ բարեկամ պարոն Դոնալդ Թրամփը, երբ մասնակցում էր նախագահական ընտրություններին, այն իմ ասած 300-ակի հարուստները, նրանց մեծ մասը բացի Իլոն Մասկից, դեմ էին դրա տեխնացությանը։ Սա ինչ է հետևում, որ ԱՄՆ-ում փողը չկոնվերտացվեց իշխանության։ Եթե փողով չափվեր ԱՄՆ-ում իշխանության գալու հավանականությունը, այն 300-ակի ուժերը կգային իշխանության, որտեղ այնտեղ շատ ավելի մեծ կապիտալ եւ փող էր կուտակված, բայց ինքը իր խոսքով 312-ն Արգելի գործընկերներ, տեղից թող լինի 201, դրանից իմ ասածը չի փոխվում։ Հարցն է, որ պարոն Թրամփը ոչ թե փողը կոնվերտացնել է իշխանության, այլ ասել է քաղաքական խոսք, ունեցել է քաղաքական առաջարկ, այդ թվում իդեպ այն թեմաների մասին, որ մենք ենք քննարկում այս դահլիճում եւ վայելել է, ստացել է ժողովրդի քվեն։ Ինչ եք անում դուք,
Ասում եք, այն համայնքներում, որտեղ մեզ ձայն են տվել, այս էլ է, էլի այդ բիզնես մտածելակերպը։ Դուք ներդրում եք արել ամբողջ հանրապետությունով մեկ, այսինքն ընտրարշավի ընթացքում, ներդրում եք արել։ 2-3 համայնքում այդ ներդրումը տվել է արդյունք, ասում եք, ես ներդրումներս կշարունակեմ այն արդյունք տված տեղում։ Պատկերացնում եք կառավարությունը այդպես բաշխի սուբվենցիաները։ Պատկերացնում եք կառավարությունը ասի, կներեք պարոն ջան, 10 վայրկյան, ասի այն համայնքներում, որտեղ համայնքապետը իմը չի, մեր կուսակցականը չի, սուբվենցիա ես իրանց չեմ տա, հակառակը։ Այս խոսակցությունը եկեք հիշենք, կշարունակենք, իշխանություն ներքևից վերև, թե իշխանություն վերևից ներքև։